Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հանդիպել ենք մեզ լավ ծանոթ Տիգրան Խզմալյանի հետ, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար եւ Արսեն Սարգսյանի հետ, համեմատաբար նոր կուսակցության ղեկավար, Արսենը ինձ թվում է ինքը կներկայացնի իր կուսակցության անունը։ Ողջուններս ձեզ, նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ տաղավար հրավիրելու հարցազրույցի կապակցությամբ։ Ես հանդիսանում եմ 2021 թվականին, ուրեմն Արատավան հասարակական կազմակերպության հիմքերի վրա, որը որ ստեղծվել է միջազգային եւ դիվանագիտական գործիքակազմով որպես իրավագետ գործունեություն ծավալելով այդ հիմքերի վրա որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության հիմնադիր եւ նախագահ եմ հանդիսանում։ Ուրախ ենք, ինձ թվում է մեր լսարանը լավ կհիշի։ Տեսեք, ես քանի որ Հայաստանում եմ ծնվել, բայց հիմա միևնույն է Սփյուռքն եմ ներկայացնում, սկսեմ Սփյուռքին վերաբերող հարցից։ Մեր ունկնդիրները խնդրում են հայաստանցի փորձագետներին կամ քաղաքական գործիչներին հարցնել, եթե Փաշինյանը Արաքս գետը համարում է Հայաստանի իրական սահմանը, ապա ինչ կասեք մեր հայրենակիցների մասին, ովքեր ավանդական Սփյուռքի մաս են կազմում եւ ծնվել են Արաքսից այն կողմ, նրանք այլևս մեր հայրենակիցները չեն, այսպես ստացվում է, որ նոր բաժանարար գիծ է մեր հայրենակիցների մեջ գծվում, հա, հայրենակիցներ եւ ազգակիցներ։ Ինչպես եք վերաբերվում այս նոր, գիտեմ, բնութագրումներին եւ ինչպես կլինի կամ Փաշինյանը ինչ է առաջարկում մշակույթի եւ ավանդույթի առումով, հա, որովհետեւ շատերը Կոմիտասը, Մաշտոցը ծնվել են Արաքսից այն կողմ եւ հիմա ինչ ստացվում է, որ նրանք արտասահմանցիներ են եւ հայոց լեզուն, հայոց երաժշտությունը, այսինքն մեր այսօրվա Հայաստանի համար արդեն այդքան էլ արդիական չեն, ընդհանրապես ինչպես եք ընկալում այս նոր իրավիճակը։ Ես առաջարկում եմ չտրվել այն անվերջ սադրանքներին, որոնք բնութագրում են իշխող կուսակցությունը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքական մեթոդ։ Պաստորեն հեղափոխություն անվանելով այն իշխանափոխությունը, որը տեղի ունեցավ արդեն գրեթե 8 տարի առաջ, նրանք այդպես էլ չդարձան քաղաքական գործիչներ եւ մնացին քաղաքական արկածախնդիրներ, որոնց հիմնական զբաղմունքը եւ եղել է եւ մնում է պարակտումը, բաժանումը, ատելություն եւ հակասություն մտցնել մեր առանց այն էլ բսկտված, պարակտված, հոգնած ազգի եւ պատերազմական վիճակում անչափ խոցելի երկրի մեջ։ Եթե սկզբնական շրջանում դա թվում էր գրեթե բնական, նախկինները եւ ներկաները այդ հակասությունը, հակադրումը եւ դա բխում էր մարդկանց ցանկությունից, իսկ դա այդ ցանկության հիմնական մոտիվը, հիմնական միտումը դա արդարությունն էր։ Մարդիկ ուզում էին արդարություն վերականգնել, որովհետեւ մենք 2 տասնամյակ պատերազմում հաղթանակից հետո փաստորեն ազատատենչ ժողովրդավար եւ միանգամայն իրար սիրող համերաշխ ազգից ու երկրից վերածվեցինք սկզբից բսկտված, հետո ավելի ու ավելի մաղձով ու ատելությամբ լցվող կամաց ու ի վերջո մենք դարձանք մի յուրահատուկ բռնապետություն, փոքր, ավելի թույլ, քան մեզ շրջապատող բռնապետությունները, բայց փաստորեն եւ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մրցում էին փաստորեն իրար հետ եւ միմյանց հետ եւ ուրիշների հետ այդ բռնապետությունը հաստատելու եւ Փաշինյանից սոցիալական հարց պատվերը հասարակության հենց դա էր ընդհատել այդ ընթացքը, ընդհատել այդ անկումը եւ վերադառնալ սիրո համերաշխության ազգային միասնության գաղափարներին, բայց արի ու տես, որ նա որոշեց կիրառել աշխարհի պես հին սկզբունքը բաժանիր որտիրև եւ նա շարունակեց բաժանել, նա բաժանեց սկզբից սևերի ու սպիտակների, հետո արցախցիների եւ հայաստանցիների, հետո թիրախ դարձրեց Սփյուռքը, հետո ժամանակ առ ժամանակ թիրախ էին դառնում կամ սրանք կամ նրանք, բայց անընդհատ տեղի էր ունենում ինչ որ անհասկանալի, ոչ թե անհասկանալի պայքար, պայքարը հասկանալի է, անհասկանալի են դրա արդյունքները, որովհետեւ
իրականության մեջ, ինչպես մենք տեսանք, հիմա արդեն 8 տարի է ինչ անցել է, այդ պայքարը ամուլ էր, այդ պայքարը ինքնանպատակ էր եւ ոչ մի արդյունքի չբերեց, այսինքն չհաստատվեց սոցիալական արդարությունը։ Մարդը ավելի ազատ եւ պաշտպանված չէ, քան առաջ։ Բոլորովին ոչ։ Սովորական քաղաքացին նույնքան կախված է օլիգարխներից, մեծահարուստներից, հատուկ ծառայություններից, ավելի հարուստ եւ զորբա հարևաններից, որքան եւ առաջ։ Սա պարզապես որոշ ժամանակ քողարկվում էր, հիմա չեն էլ քողարկում, հիմա փաստորեն առաջ չտեսված բաներ ենք մենք տեսնում, երբ որ ձերբակալում են խոսքի համար, երբ որ ձերբակալում են կարծիքի համար, չէ, տենց չէ, որ նման բաներ առաջ չկար, բայց առաջ մենք հասկանում ենք եւ ոչ մի պատրանք չկար, որ դա բռնապետություն է, դա KGB-ի փաստորեն իշխանության շարունակությունն է Հայաստանում եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ դրանից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը նավաղակի չհասցրեց նրան հեռացրեցին ավելի քաղցած գայլերը քաղաքական եւ ստացվեց այնպես որ ժառանգությունը նա ոչ միայն չմերժեց ինչպես առաջարկում էր, այլ շատ էլ լավ օգտագործում է եւ հիմա մենք տեսնում ենք կրկին լրագրողներ ձերբակալված, կրկին այսինքն առաջին անգամ հոգեվորականներ են ձերբակալում 6 քահանա եւ 3 սրբազան ընդ որում խնդիրն այն է, որ նրանք այդ ձերբակալվածները հաճախ մեր, օրինակ իմ քաղաքական եւ գաղափարական հակառակորդն է, բայց պարտավոր են բարձրաձայնել նրանց մարդկային իրավունքները, նրանց ազատությունները, նրանց սահմանադրական իրավունքները։ Իմ գործընկերը որպես իրավաբան ավելի լավ կասի, ես ավարտեմ ուղղակի միտքս, դու հարցրեցիր Սփյուռքի մասին։ Սփյուռքը ինչպես եւ մշակույթը, ինչպես եւ եկեղեցին, այդ երեք գաղափարները մեր երկրի, մեր ազգի, մեր պետականության հիմնական սյուներն էին։ Եվ տես, որ մեկը մյուսի ետևից Փաշինյանը քանդեց բոլոր երեքը։ Նա փաստորեն քանդեց մշակույթը, ոչնչացնելով մշակույթի նախարարությունը եւ կպցնելով այն մի քանի այլ նախարարություններին, մինչդեռ մշակույթը Հայաստանի համար ռազմավարական ոլորտ է։ Նա քանդեց Սփյուռքի նախարարությունը, դարձնելով այն ինչ որ մի կոմիտե, որը արտգործնախարարության մեկից եւ փչացրեց հարաբերությունները գրեթե ողջ Սփյուռքի հետ։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ նա հարձակվում է եկեղեցու վրա եւ դա ծանրագույն սխալ է, որովհետեւ այո, մեր եկեղեցին ծանր հիվանդ է, ինչպես նաեւ հիվանդ է մեր ողջ հասարակությունը, բայց այն միջոցները, որ ընտրել է նա եւ այն մարդիկ, ում նա ընտրել է որպես իր նպատակներին հասնելու միջոցներ, ոչ մի բանով, ոչ մի լավ բանով չեն տարբերվում ներկա հոգեվորականներից, նրանք դրանց մասն էին կազմում միշտ եւ ամենախայտառակ մասը ըստ երևույթին։ Ու մենք փաստորեն տեսնում ենք հիմա, որ երկու թև է առաջացել, մեկը փաստորեն բանտում նստած երկու սրբազաններն են Աջապահյանը եւ Գալստանյանը, Բագրատը, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի կողմն անցած Նավասարդ Կճոյանը եւ Քյարամյանը, որի որդին իր հերթին մի քանի նախարարություն եւ պետական կոմիտե ներկայացնող եւ գլխավորող պաշտոնյա էր, այդպես որ բավական դժվար է հասկանալ, իսկ ինչի մասին է այս ամբողջ պայքարը։ Սա այն է, ինչով մենք ամփոփում ենք 25 թիվը եւ սա շատ ավելի ծանր վիճակ է, քան այն, ինչով մենք մտանք այս տարի։ Ես կցանկանայի ավելի մանրամասն անդրադառնալ, այդ բաժանարար գծերին, սկսենք ամենակարևորից, որ բաժանիր, որ տիրեսը սկսվել է ավելի վաղ 2000-ական թվականներից, երբ 2000-ական թվականների սկզբին ինքը ծառայելով Արցախում այն ժամանակվանից սկսեց արցախցի հայաստանցի կարծատիպը, եկավ հասավ փոխանցվեց Սերժին, Սերժից հետո փոխանցվեց այս Թավշյա հեղափոխությունից հետո այս իշխանությանը
եւ բոլոր իշխանությունները իրարից չեն տարբերվում որևիցե մի բանով։ Ինձ համար թե որպես հայ, թե որպես քրիստոնյա, թե որպես քաղաքական ուժի ղեկավար, Սփյուռքը դա մեր պետության ողնաշար է, դա մեր պետության հենասյուներից մեկն է, եւ քանի որ բաժանիր, որ տիրես կարգախոսով միշտ փորձել են բաժանել, որպեսզի իշխանության հասնեն, նույնը հիմա է տեղի ունենում եւ այս պայծրությամբ նախկիններ եւ ներկաների պարակտելով փորձում են այնպես անեն, որպեսզի այլընտրանքային քաղաքական ուժեր ի հայտ չգան եւ ամենակարևորը մարդը սկսեց Արցախից։ Արցախը չկարողացավ պահել, ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախը հետո դարձավ Ադրբեջան է եւ վերջ, Արցախը ուրեմն էթնիկ զտումի, Արցախը հայաթափելուց հետո եկանք հասանք այն կարևոր կետին, որ տվյալ պարագայում տեղի ունեցավ այն այսօրվա դրությամբ միջազգային բոլոր կառույցները, ինչպես նաեւ 2023 թվականի նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի եւ Հագայի որոշմամբ Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները կարող են վերադառնալ, բայց Նիկոլ Փաշինյանի կարծիքով նպատակահարմար չի գտնում եւ ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրության սույն կետը, ցանկացած այնպես Արցախահայ ժողովուրդ փոքրամասնություն իրավունք ունի ինքներոշվելու, ինչպես նաեւ իր ինքնորոշման սկզբունքով որոշվելու Արցախահայ ժողովրդի իրավունքը եւ ամենակարևորը այս պայծրությամբ եկավ հասավ Արարատ լեռանը, Արարատ լեռան խորհրդանիշը հանվեց անձնագրերից, վիզաների մուտքի եւ ելքի վրայից, Մեսրոպ Մաշտոցին ասավ, ինչպես դուք նշեցիք, Արաքսից այն կողմ հայերը այնպես Հայաստանի մաս են թե ոչ, ես կասեմ մեկ բան, որ այս իշխանությունները բացի 8 տարի, ինչպես որ իրենց ղեկավարն է ասում, նույն դասարանով մնալուց ոչինչ չեն անում, ոչ դատական համակարգ փոխեցին, ոչ մի բան, ու ամենակարևորը միայն կարողանում են լավ պառակտել։ Հիմա Ուկրաինա հայկական թեմայի շուրջ Հայաստանում նկատել են քաղաքական դաշտում, որ Ուկրաինան վերջին օրերին խոցել է ռուսական ստվերային նավատորմի նավեր Թուրքիայի ջրերում եւ եւս մեկ թուրքական նավ արդեն Աֆրիկայի ափերի մոտ, նաեւ զգալի վնաս հասցնելով Նավառոսիյսկի տրանսկասպյան նավամատույցին, ու հիմա Ղազախստանն է բողոքում Ռուսաստանի փոխարեն, Ռուսաստանը երևի ամաչում է բողոքել կամ ինչպես ժողովուրդն է ասում, պալոշ չի, հա, իր համար։ Այս լուրերը ինչպիսի արձագանք են ստացել Հայաստանում, կա որևէ քաղաքական քննարկում, վերլուծություն, հետևություններ։ Առաջան, այստեղ այս հարցը ունի երկու շերտ։ Առաջինը դու հարցրեցիր, ունի դա ինչ որ արձագանք թե ոչ։ Իրականում ենթագիտակցաբար մտածող մասը մեր հասարակության հասկանում է ամենակարևորը։ Մեր ճակատագիրը մեծապես կախված է հիմա Ուկրաինայից։ Դա իրենց մասին կարող են ասել շատ այլ երկրներ եւ ազգեր։ Լեհերը, լիտվացիները, էստոնացիները, որոնք առաջի գծում են, բելարուսները, նաեւ ռուսներն են, ամենախելացի ռուսները նաեւ դա են ասում, որ իրենց ապագան կախված է Ուկրաինայի հաղթանակից։ Մեզ համար սա գոյատևման հարց է։ Այդպես որ ինչ են ասում, ով է ինչ ասում, բոլորը ինչ որ բան ասում են եւ հատկապես հիմա, երբ որ մարդիկ փող են ստանում ինչ որ բան ասելու եւ գրելու համար, օրինակ այսօր մեծ հարձակում էր մեր գործընկեր Արսենի էջի վրա, դրանից մեկ օր առաջ ես մասնակցեցի բնապահպանական մի երթի, որը ռուս փախստականներն էին նախաձեռնել, բայց ամոթ էր, որ երևանցիները այնտեղ չէին ու մենք կուսակցության մի որոշ քանակությամբ գնացինք եւ դա դարձավ ահռելի մի ագրեսիվ ալիքի թիրախ, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ դա հասարակության իրական կարծիքը չէ։ Նույն Ուկրաինայի վերաբերյալ։ Ես պարզապես ուզում եմ օգտվել քո հարցից եւ այլ բան ասել Ուկրաինայի վերաբերյալ։ Տես, մենք քեզ հետ խոսում ենք Ուկրաինայի մասին այն ժամանակ, երբ որ
հասարակության մեծամասնության գլխում ֆոսֆոր էր նստած։ Կարծում եմ բոլորը հասկացան ինչի մասին է խոսքը, եւ մենք տեսանք այդ ամենը փոխվեց եւ դա մեծապես հենց քո անձնական նվաճումն է եւ դու շատ բան արեցիր դրա համար ամեն օր Ուկրաինայից լուրեր փոխանցելով եւ հասկացնելով այս ժողովրդին ի վերջո որ ներ ազատությունը սերտորեն կապված է Ուկրաինայի հետ։ Բայց ես այլ բան եմ ուզում ասել։ Հայաստանում ոչ մի կերպ չեն ուզում խոստովանել մեկ այլ ճշմարտություն։ Տես, Հայաստանը մնաց լրիվ միայնակ եւ այնինչ կատարվեց օրինակ օգոստոսին, ինչը հիմա դեռևս ներկայացնում է որպես խոշոր քաղաքական հաղթանակ, երբ որ Վաշինգտոնում Փաշինյանը ինչ որ թուղթ ստորագրեց եւ հետո ասաց որ հերախոս տվեց նրան Թրամփը, հետո Թրամփը եւ Փաշինյանը անունը մոռացավ ասելով այն մյուս տղան եւ Հայաստանը անունը մոռացավ, բայց այդ ամենը դու մի ասա մեր մեծագույն հաղթանակներ եւ ես մեծ ցավով նայում եմ որ ցավով ու նախանձով բարի նախանձով միգուցե որ դրանից մի քանի օր անց նույն Սպիտակ տանը նստած էր մեկ այլ նախագահ Զելենսկին, որին ժամանակին համեմատում էին հիմա ծիծաղելի է որ կարելի է Զելենսկուն կարելի էր համեմատել Փաշինյանի հետ, բայց դա այդպես էր եւ նույն Թրամփը նույն ամբողջ իր պաթոսով եւ ուժով ճնշում էր Զելենսկուն, բայց Զելենսկու թիկունքին կանգնած էր ողջ Եվրոպան, բարի բուն իմաստով։ Հատուկ մարդիկ թողել են իրենց երկրները եւ եկել են, դու հիշում ես, Մակրոնն էր եկել, Մելոնին էր եկել, ՆԱՏՕ-ի ղեկավարներն են եկել, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, եթե չեմ սխալվում, այսինքն Եվրոպան մի հոգու պես կանգնեց Ուկրաինայի թիկունքին եւ այդ ֆոնի վրա երևաց որքան միայնակ ենք եւ խոցելի եւ անպաշտպան մենք, որովհետեւ Ուկրաինան դիմեց Եվրոպային համերաշխության օգնության համար եւ սկսեց կռվել Եվրոպայի համար։ Իսկ Փաշինյանը այդպես էլ դա չարեց ու մինչեւ հիմա չի անում եւ մեզ թողնում է միայնակ, ոչ միայն Թրամփի, այլ շատ ավելի լուրջ, քանի որ մոտ են գիշատիչների հետ դեմ առ դեմ, Ալիևի, Էրդողանի, Պուտինի հետ եւ այս մի դասը, որը Ուկրաինան տվեց ողջ աշխարհին, համերաշխության դասը, միասին լինելու եվրոպական արժեքները պաշտպանելու ազատությունը իմաստավորելու դասը, այդ դասը Հայաստանում վախենում են անգամ մատնանշել եւ ասել, ահա տեսեք, ինչ կարող էր լինել եւ ինչ կար, չէ՞ որ անընդհատ ասում են, դուք ուզում եք, որ Ուկրաինայի պես լինի մեզ մոտ, այ հիմարներ, բայց մեզ մոտ Ուկրաինայից առաջ էր, չէ՞, 20 թվի պատերազմը եւ Արցախի կորուստը մեզ համար շատ ավելի ծանր է, քան Ուկրաինայի համար Դոնբասի եւ Ղրիմի կորուստը, որովհետեւ Ուկրաինան ոչ մի վարքյան թույլ չի տալիս մտածել, որ դա անվերադարձ կորուստ է, իսկ մեզ մոտ ամենաբարձր իշխանությունը քարոզում է, մոռացեք այս մասին, ոչ մի բողոք, ոչ մի ժխտում, ոչ մի հիշատակում, ոչ մի Արարատ, ոչ մի Արաքս, ոչ մի բան։ Էս է ձեր գոմը, այստեղ էլ լափեք այն փշրանքները, որը մենք մեր սեղանից ձեզ կփոխանցենք։ Սա է փաստորեն դարձել Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը այս իշխանության օրոք եւ սա է Ուկրաինայի այն փայլուն դասը, որը անցավ մեր կողքով չսովորած, չհասկացված եւ չսերտված։ Դες մինչև եվրոպացիների միանալը Վալաձև կաբինետում Զելենսկին անձամբ Թրամփին ասաց ինչ մտածում է, հետո միացան, նույնն էլ պատերազմի սկզբին, երբ եվրոպացիները եւ Արևմուտքը ընդհանուր ինքնաթիռ էր առաջարկում Կիևը լքելու համար, Զելենսկին ասաց, որ իրեն տաքսի պետք չէ։ Այսինքն աշխարհը կանգնում է նրանց կողքին, նրանց թիկունքին, ով պայքարում է։ Արսեն, ինչ կարծիք եք։ Այդ հարցի հետ կապված այսպես կասեմ, թե Հայաստանում որ քաղաքական ուժերը ինչ են մտածում տարածաշրջանում, հարավային Կովկասում, այնպես է Ուկրաինայից շատ բան է կախված, քանի որ այսօրվա դրությամբ Ուկրաինային աջակցում է ամբողջ եվրոպական ընտանիքը,
թե Ուրսուլա ֆոն դեր Լայնը, թե Անտոնիո Կոշտան, թե նաև ողջ ԵՄ-ի ուրեմն ընտանիքում գտնվող երկրները, ամենակարևորի մասին չմոռանանք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը այնպես է, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չակերտավոր, այսպես ասած, ինչպես կասեր, Խրիմյան հայրիկը թղթե փաստաթուղթը կնքելուց հետո, որը որ առ ոչինչ է, բազմիցս ասել եմ, դրանից հետո երբ սկսվեց Ռուսաստանի կողմից հարձակումը Ուկրաինայի վրա, այդ ժամանակ կանգնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը եւ կոնգրեսականները եւ դրան հաջորդեց ողջ եվրոպական ընտանիքը եւ մինչեւ առ այսօր էլ կանգնած է։ Այսինքն այստեղից հետեւությունն այն է, որ այն երկրի ղեկավարները, որոնք որ պայքարում են հանուն իրենց ինքնիշխանության, սուվերենության, տարածքային ամբողջականության համար եւ հասկանում են տարածաշրջանում այն երկրների եւ այն միջազգային կառույցների, ինչպես որ ԵՄ կառույցն է, եվրոպական ընտանիքն է, ձգտելով դառնալ այդ ընտանիքի կողքին, միանշանակ այդ երկրները աջակցելու եւ սատարելու են Ուկրաինային, ինչպես որ այս պայծրությամբ կրկին կանգնած է եվրոպական ընտանիքը Ուկրաինայի կողքին։ Ինչ կարծիք եք Բիշկեկում ցուցադրած Պուտինի ելույթի մասին, ինչպես շատերը անվանեցին stand-up, հա, նկատել եք, որ նա չէր կարողանում անշարժ կանգնել եւ ստել, նա սկսեց կարծես պարել, գիտեմ, սկզբից եկավ Բիշկեք բալալայքեր նվագում, ելույթի ժամանակ պարում էր, ինչպես ընկալվեց նրա ելույթը Հայաստանում, տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ինքը Բիշկեկից իր տեսակետը ասեց, ինքը վերաբերում էր եւ Ուկրաինային եւ ոչ միայն Ուկրաինային, Հայաստանի մասին նույնպես ելույթ ունեցավ, նա ինչ արձագանք եղավ հայկական քաղաքական դաշտում, որովհետեւ ես փորձեցի գտնել, չգտա, միգուցե ուշադիր չեմ եղել Տիգրան։ Ոչ, խնդիրն այն չէ, որ դու ուշադիր չէիր։ Դա շատ հետաքրքիր է։ Տես շատ պարակտված է երկիրը նաև ու նախ եւ առաջ տեղեկատվական դաշտում, այդպես որ ստեղծվեց բավական ծիծաղելի մի իրավիճակ, քանի որ քաղաքական եւ տեղեկատվական դաշտի երկու մեծ մասերը կազմում են մի կողմից իշխանական զանգվածը, մյուս կողմից նախկին իշխանականը, նրանք են պահպանում այդ ռեսուրսները, ֆինանսական եւ տեղեկատվական, մենք երրորդ ուժի Արսենը, ես, մի քանի այլ գործիչներ, մենք փոքրամասնություն ենք դեռևս եւ փորձում ենք խոսել վերջին մնացած ազատ ալիքներով, այդ թվում միգուցե նախ եւ առաջ քո միջոցով։ Եվ տես ինչ է ստացվում։ Երբ որ խայտառակություն է տեղի ունենում Բիշկեկում եւ Պուտինը օրինակ, ուղիղ ասում է, որ Հայաստանը հապկից դուրս չի եկել։ Մեր գործընկերները մեզ ասում են, որ նրանք մնում են կազմակերպության մեջ, պարզապես փոխել են իրենց մասնակցության ձևաչափը։ Սա Երևանյան լեզվով ասած Պուտինը պալիտ է անում Փաշինյանին եւ հաջորդ իսկ օրը Փաշինյանը պարտավոր է կամ ասի, որ Պուտինը սուտ է ասում եւ Հայաստանը իսկապես դուրս է եկել հապկից, բայց դուրս չի եկել, կամ ինչ է նշանակում սառեցված վիճակում է։ Իմ ընթերցողներից մեկը սրամուտորեն գրեց սառեցված հապկը ոնց որ սառեցված հավ լինի։ Եվ իսկապես մենք այնտեղ գտնվում ենք սառեցված հավի կարգավիճակում եւ Պուտինը հեգնել է, ձեռ առնելով, ինչպես առաջ Լուկաշենկոն էր հեգնում, փաստորեն նա տեղ ունի դա ասելու եւ մեզ հերթական անգամ ազգովի որպես պետությանը խայտառակել են, ցույց են տվել, որ մենք որպես քաղաքական կառույց լուրջ չենք, կեղծում ենք եւ դրսում եւ ներսում, եւ երբ որ լրագրողները փորձեցին հարցնել մի կողմից խորհրդարանում խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյան ասաց, դե դուրս ենք եկել, ինչ եք ուզում, դուրս ենք եկել, չենք մասնակցում։ Մյուս կողմից նույն օրը, նույն հարցին պաշտոնյա փոխարտգործնախարարը ասաց, ոչ, մենք դուրս չենք եկել, որովհետև նման հարց քաղաքական ղեկավարությունը մեր առջև չի դրել, որովհետև դուրս գալը ինչ որ ռազմաքաղաքական իրավական կառույցից դա շատ կոնկրետ իրավական գործընթաց է։
հայ մեր գործընկերը իրավաբանը նա գիտի, որ դա խոսքով չի լինում, դա փաստաթուղթ է եւ դա Մեր կոնկրետ ժողովրդի գործընթաց է։ լեզվով ասած բարաթով։ Բարաթով, այո, ճիշտ է, Պեպոյի բարաթը հիշեցինք։ Ուստի Պուտինի հիմա վերադառնամ քո հարցի սկզբնաղբյուրին։ Դու ասում ես, ինչ լուսաբանում ստացավ։ Փաստորեն կառավարության ջատագովները, ինչպես ոմանք ասում են սազանդարները, չեն խոսում այդ մասին, որովհետև ամոթ է։ Իսկ նախկինները չեն խոսում այդ մասին, որովհետև դա Պուտինն է ասել եւ կրկին ամոթ է։ Եվ ստացվում է, որ փաստորեն մարդ չմնաց, որ Պուտինին դիմադրի, որովհետև այդ կեղծ տակից դիմադրելը չի անցնում։ Պուտինը կոնկրետ ասել է. ոչ, դուք մերն եք, դուք ոչ միտեղ էլ դուրս չեք եկել, կամ ինչպես Լուկաշենկոն կասեր եւ ասաց, «А куда вы денетесь»։ Փաստորեն Պուտինը եւս մեկ անգամ այլ ձևով դա ասեց. դուք մնում եք հապկի մեջ, ինչ էլ ասի ձեզ Փաշինյանը։ Նա եւս մեկ անգամ ստորացրեց Փաշինյանին, ասելով, որ նա սուտասան է եւ մենք դուրս չենք եկել։ Սառեցնել նման բան դա իրավական, ել չեմ ասում, պետական գործողություն չէ, դա սուտ է, որը ներքին լսարանի համար է այդ սուտը, որ մարդիկ մտածեն, որ դե հա ասել է, արել է։ Ոչ, նա ոչ ասել է իրականում, ոչ էլ արել է։ Պարզապես օնլայն է, ոնց որ կոവിഡ്ի ժամանակ շփվում են, ինչպես պարզվեց, ինչպես Պուտինը իրեն բացահայտեց, մեր գործընկերները, իսկ ով կարող է Պուտինին գործընկեր համարվի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը հաստատել են, որ իրենք մնում են հապկի մեջ եւ ընդունում են մեր բոլոր տեսակետները, ասեց Պուտինը։ Ուրեմն եթե դա չի երկվել պաշտոնապես, ուրեմն դա այդպես է։ Ու կրկնում եմ, հակառակը չի ասում ոչ պետական ապարատը, ոչ պրոիշխանական մամուլը, ոչ էլ հակաիշխանական մամուլը, որովհետև իրենք պրոռուսական են։ Իսկ եվրոպական տեսակետը դու հիմա լսեցիր։ Քանի որ ես ինքս լինելով իրավագետ եւ շատ խորքային ուսումնասիրելով միջազգային իրավունքը, կասեմ մեկ պարզ բան. Հապ կառույցը նախ ինքը կոոպերատիվ կառույց եմ ես ինքս համարում, կարելի ասել ավելի շատ ԱԾ-ի նման կառույց, եթե Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականին, 22 թվականի ապրիլին դիմեց, երբ Սյունիքի հատվածում տեղի են ունենում գործողություններ եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմելով որևիցե աջակցություն չստացան եւ ՀԱՊ կառույցի ներկայացուցիչները սկսած Ռուսաստանի Դաշնության նախագահի Պուտինի, այսպես ասած, սազանդարներից պատտվեցին, ասեցին, որ մենք չգիտենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքային ամբողջականությունը որտեղից է սկսում, որտեղից է ավարտվում, այդ ամեն ինչից ելնելով րոպե առաջ պետք է միջազգային նորմատիվ բոլոր ակտերով եւ իրավական օրենքի բառին եւ տառին համապատասխան ձեռնարկվեին քայլեր եւ այդ կառույցից դուրս գային։ Բայց երբ սառեցվածը անկեղծ ասած ոչ մի իրավական նորմատիվ ակտով դա որևիցե, այսպես ասած, հիմք չէ եւ այն որևիցե բացատրություն չեն կարող տալ ոչ կառավարությունը, ոչ էլ իրենց, այսպես ասած, падգամավորները, որոնց որ առաջի գծում խրամատում բերում են առաջ եւ սկսում են հարձակում գործել տարբեր քաղաքական ուժերի, այն այլընտրանքային ուժերի վրա, երբ սկսում են խոսել հապկից, երբ սկսում ենք խոսել, թե ինչու ԵՄ-ի անդամակցության ՀՀ օրենքը չեք ընդունում եւ ինչու չեք Չեք կատարում, ընդունել են, կատարում։ չեն կատարում։ Այո, չեն կատարում։ Ամբողջ խնդիրը կանում է նրանում, որ դա փաստում է մեկ բան, որ իրենք ավելի շատ այնպես է, ոչ դուրս են եկել եւ ոչ էլ այնպես է կարող են փաստել այն փաստի մասին, ինչպես որ նշեց իմ գործընկերը Տիգրան Խզմալյանը, որ իրենք ավելի շատ ռուսամետ ուժեր են եւ դա փաստում է մեկ բան. եթե իրանք ոչ դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, ոչ դուրս են գալիս հապկից, ոչ պայմանագրերն են խզում եւ ամենակարևորը 2021 թվականին, երբ թշնամու
ԱԹՍ-ները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածք։ Սերժիկը ընկած հոպը չգործեց, չաշխատեց Ռուսաստանի հետ։ Դա փաստում է մեկ բան, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դաշնակցային որևիցե հարաբերություններ չկան, կան այս պարագայում շահեր։ Եվ երբևիցե Ռուսաստանի Դաշնությունը չի եղել Հայաստանի Հանրապետության ոչ գործընկերը, ոչ բարեկամը, ոչ էլ դաշնակիցը, այլ ունեցել է միշտ իր շահը։ Գանք մերձավոր արևելքը մի քանի եթերներում ներկայացրել եմ Թուրքիայի դերի նվազման մասին, երբեմն նույնիսկ անհավանական ճնշումների ականատես եղանք Թուրքիայի նկատմամբ, նույնիսկ Ադրբեջանը փորձում է ցուցաբերել ինքնիշխան քաղաքականություն եւ դիստանցավորվել, հա, շատ անհավանական բաներ են։ Ձեր կարծիքով ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի ներկայիս աշխարհայացքը Հայաստանում փոխվի, հենց հայկական քաղաքական դաշտում այս իրավիճակը սկսեն ճիշտ օգտագործել, խոսել այս մասին, ինչ որ տեսլականներ ներկայացնել, չէ՞ որ սա անմիջականորեն Հայաստանին վերաբերում է, Թուրքիայի դերը փլուզվում է։ Հայաստանը պատրաստ է, որ ստացվի Ռուսաստանի փլուզմանը պատրաստ չէին, Թուրքիան երկիրը չի փլուզում, դերն է փլուզում, բայց Հայաստանը ինչ պետք է անի, որ պատրաստ լինի։ Ասելով Հայաստան, մենք այլևս իրավունք չունենք հասկանալ Նիկոլ Փաշինյան, եւ ասելով Նիկոլ Փաշինյան, մենք իրավունք չունենք հասկանալ Հայաստան։ Դա ոչ միայն տարբեր, այլ այս պահին նաեւ իրարամերժ հակասող հասկացություններ են։ Թուրքիայի մասին խոսելով ես երկու բան եմ ուզում նշել հենց վերջի ժամերի պատահածներից։ Ուկրաինական դրոնների, ընդ որում ոչ օդային, որքան հասկացա, այլ ծովային դրոնների, որտեվ մեզանում ընդունված է մտածել, որ դրոնները միայն թռչող են, ոչ, նրանք նաև ուկրաինացիները հոյակապ ինքնաշարժ դրոններ են ռոբոտ սարքում, որոնք ծովով եւ ցամաքով են աշխատում։ Փաստորեն թուրքական ջրերում են պայթեցրել ռուսական ստվերային նավատորմի տանկերները եւ թուրքերի առաջին արձագանքը շատ նյարդային էր, եթե ես ճիշտ եմ հիշում։ Դրան հետո միացավ Ղազախստանը, Ադրբեջանը ձայն չանեց, բայց ուզում եմ ասել, որ Ուկրաինան այստեղ պաշտպանում է ինքն իրեն եւ Ղազախստանին ուղարկված նոտայում շատ հստակ ասվեց, որ դա ՄԱԿ-ի 51-րդ, այսինքն կանոնադրության 51-րդ կետն է, որ երկիրը պաշտպանվում է բոլոր միջոցներով, բայց այստեղ հետաքրքիր է, որ հայերը պետք է հասկանան, հայերը շատ անգամ կարծում են, ասելով հայերը, ես նկատի ունեմ հասարակության որոշ մասը, թե Ուկրաինան սիրահարված է Ադրբեջանին, Թուրքիային, ոչ, նման բան չկա, դա շատ պրագմատիկ կռվող երկրի նորմալ քաղաքականություն է եւ երբ որ թուրքերը արդեն համը հանեցին, ուկրաինացիները ցույց տվեցին հենց վերջին ժամերին, որ պետք կլինի Թուրքիային էլ կխփեն եւ խփեցին։ Դա Թուրքիային խփած բան չէր, բայց դա հարված էր հենց թուրքական շահերին, որովհետեւ չմոռանանք ինչի համար է այդ նավթը եւ ուր է այն գնում եւ ով է դրա շահառուն, դա Թուրքիան է։ Ռուսական նավթի եւ ղազախական նավթի, կասպիական նաև ադրբեջանական նավթ է, այսինքն Ուկրաինան այստեղ գործեց որպես մեծացող ապագա գերտերություն եւ շահոյակապ էր։ Երկրորդը ես կուզեի հիշեցնել Թուրքիայի տարածքում վերջին օրերին կատարված երկու կարևոր իրադարձություն, որ Հայաստանում ճիշտ չեն գնահատել եւ խուսափում են վերլուծել։ Դա Հռոմի Պապի այցն է։ Նախ հիմարություններ էին դուրս տալի, բա ոնց թե Հռոմի Պապը պետք է գնար Թուրքիա առաջին անգամ։ Նա գնաց ոչ թե Թուրքիա, նա գնաց Բյուզանդիայի նախկին տարածք, որտեղ 1700 տարի առաջ, երբ որ ոչ մի Թուրքիա աշխարհի երեսին չկար, անունն էլ դրա չկար, այնտեղ Նիկեյան տիեզերական համաժողով էր, որը կարևորագույն համաժողով էր կաթոլիկ եկեղեցու համար, դա փաստորեն հիմքերն էր կաթողիկ եկեղեցու, կաթողիկ դա էլ հենց նշանակում է տիեզերական համապարփակ։ Եվ այնտեղ Լեո 14-րդը անհրաժեշտ համարեց մտնել պատարագի հայկական առաքելական եկեղեցի, դա նոյեմբերի 30-ն էր, հենց այն օրը, երբ որ Արարատյան թեմի գլխավոր եկեղեցի Սուրբ Սարգիս տաճար Երևանում
մտավ Նիկոլ Փաշինյանը եւ եթե տեսեք ինչ հետաքրքիր է, եթե Հայաստանի վարչապետը հայկական եկեղեցի մտավ հերթական պառակտում եւ սկանդալ եւ կռիվ սարքելու համար, բառի բուն իմաստով դա տեղի ունեցավ, երբ որ ոստիկանները փաստորեն էլի բերանը փագելով ու ձեռքերը ոլորելով տաճարից դուրս են հանում հավատացյալներին, որոնք ինչ-ինչ տարաձայնություններ ունեն իշխանությունների հետ։ Հիշեցնեմ, որ վերջին անգամ դրս այս օրերից առաջ հայկական եկեղեցի ոստիկանությունը մտել էր 1938 թվականին, երբ որ ՆԿՎԴ-ի ագենտները հայեր իմիջիալոց խեղտամահ արեցին, սպանեցին խորեն կաթողիկոսին։ Հիմա փաստորեն հայոց եկեղեցին կրկին մտնում են ոստիկանները, հայեր, եւ հատուկ ծառայությունները, գաղտնի ոստիկանություն, ինչն ավելի խայտառակ է։ Եվ Հռոմի Պապը փաստորեն մտնում է միասնության, հավատքի եւ համերաշխության քարոզով եւ անհրաժեշտ է համարում հատուկ ուղերձ հղել Գարեգին II կաթողիկոսին, ասելով, որ վերջերս պատիվ ուներ հյուրընկալել կաթողիկոսին Վատիկանում։ Իսկ հիմա նա օգտագործում է այդ առիթը նրան բարևելու, իսկ այն եկեղեցում, որը Գարեգին II կաթողիկոսի դեռ սրբազան լինելու ժամանակ նրա նստավայրն էր, այս անգամ նրա անունը անգամ չեն տալիս։ Ես Գարեգին II կաթողիկոսի ջատագովը չեմ եղել երբեք։ Ես անձնական մեծ ցավ ունեմ այդ մարդու հետ շփվելիս, բայց դա հիմա ոչ մի նշանակություն չունի։ Նշանակություն ունի այն, որ աշխարհի քաղաքականության կարևորագույն գործիչներից մեկը Հռոմի Պապը, որը 1.5 միլիարդ մարդու համար հոգևոր գլխավոր հեղինակությունն է, անհրաժեշտ համարեց Հայաստանին, հայ ժողովրդին, իշխանությանը եւ եկեղեցուն ուղերձ հղել։ Առայն որ իշխանությանը վերաբերվող այդ մասում դա նշանակում է մի մտեք եկեղեցի, մի հանդգնեք մտցնել ձեր պետական ձեռքը եկեղեցու մարմնի մեջ, ոտնձգություն մի արեք, դա է նշանակում թարգմանաբար։ Եվ սա նույնպես տեղի ունեցավ Թուրքիայում։ Իմիջիալոց այդ նույն օրերին Հռոմի Պապը եւս երկու փայլուն քայլ արեց, որ այստեղ կարծես թե չեն նկատում։ Նա առաջինը հրաժարվեց մտնել Սուրբ Սոֆիա, որը այստեղ տուրիստ Անտալիա Ստամբուլ գնացող չելնոկները քաղաքական համարեցին վայ, տեսեք Հռոմի Պապը չմտավ Այա Սոֆիա, նա չմտավ Այա Սոֆիա, որովհետև այն վերածեցին մսկիթի, եւ նա հրաժարվեց մսկիթ սրբապղծորեն դարձած ուղղափառ գլխավոր տաճար մտնել աշխարհի, որտեղ Այա Սոֆիան դա ուղղափառ եկեղեցու սիրտն է։ Եվ երկրորդը նա պաշտոնապես մտավ երկնագույն մսկիթ, որտեղ նա պետական գործիչ է նաև, նա պետության Վատիկանի ղեկավարն է եւ նա պարտավոր էր նաև պսակ դնել Մուստաֆա Քեմալի Շիրիմին, դա նույնպես արարողակարգ է, ինչպես մեզ մոտ առաջ ծաղկեպսակներ են դնում Ծիծեռնակաբերդ, որը հիմա Փաշինյանը այլևս ծիսակատարության ցանկից հանեց եւ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ապտակ հասցրեց Փաշինյանին միայնակ գնալով այնտեղ, ցույց տալով, որ Փաշինյանը չէ որ որոշում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը հայոց ցեղասպանությանը։ Դա մեծագույն ապտակ էր, որի մասին նույնպես ամոթխած չասեցին ոչ իշխանավորները, որոնք ամաչեցին, ոչ պրոռուսականները, որոնք չէին ուզում ցույց տան, որ Ամերիկան ավելի հայամետ է, հայասեր է եւ մարդասեր, քան գոնե Ռուսաստանն էլ, չեմ ասում Հայաստանը։ Այդպես որ երկրորդ քայլով վերադառնալով Հռոմի Պապին Թուրքիա, Հռոմի Պապը հրաժարվեց մասնակցել համատեղ աղոթքին երկնագույն մսկիթում։ Նա դուրս եկավ մսկիթից։ Այս ամենը շատ բան է խոսում եւ շատ բանով պատասխանում է քո շատ մեծ հարցին Թուրքիայի վերաբերյալ։ Մեզանում չեն պատկերացնում ինչ է կատարվում Թուրքիայում եւ ինչ է կատարվում այնտեղ տնտեսապես, քաղաքական, գաղափարական, դեմոգրաֆիկ առումով այստեղ
ցավոք սրտի չեն հասկանում։ Թուրքիայի դերի մասին ուրեմն 30 տարուց ավել է թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի, թե Սերժի, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եւ իշխանությունը այդպես էլ չկարողացան ճիշտ դիվանագիտական ճկուն քաղաքականություն վարել, ինչու, որովհետեւ պարզ ասեմ, կա մեկ փաստ դիվանագիտությունը այնպիսի գիտելիքահեն գործիքակազմ է, որ ճկուն դիվանագիտությամբ դու կարող ես հակառակորդիդ բերել հասցնել ծնկի, բայց այս իշխանությունների վարած քաղաքականությունը, թե Սերժի վարած քաղաքականությունը, եկեք չմոռանանք ամենակարևոր փաստի մասին, եւ Թուրքիայի ֆուտբոլիստները ժամանել էին Հայաստան, անջատեցին մեր հայոց ցեղասպանության ծիծեռնակաբերդի լույսերը, հանեցին Արարատի ուրեմն ֆոնը մեր ֆուտբոլիստների վրայից եւ փորձեցին, այսպես ասած, հրամցնել եւ փորձել Թուրքիային սիրաշահել եւ փորձել ինչ-որ սիրակստիկություն անել, բայց ցավոք սրտի նրանք չկարողացան ոչ Սերժի, ոչ Քոչարյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունները այնպիսի քաղաքականություն վարել եւ հասկանալ Թուրքիայի քաղաքականությունը։ Թուրքիայի քաղաքականությունը դա այն քաղաքականությունն է, որ ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում մենք կարող ենք դառնալ այնպեսա Հարավային Կովկասում այս պայդրությամբ, այս կարգավիճակում, ինչ վիճակում որ գտնվում է, թե ԵՄ-ի ընտանիքի անդամ դառնալով, նորից հետ եմ գալի ամենակարևորին, ԵՄ-ի ընտանիքի անդամ դառնալով մենք կարող ենք Հարավային Կովկասում, քանի որ Ռուսաստանի դերը եւ Հարավային Կովկասում իր, այսպես ասած, սպիտակ արջի կարգավիճակ ասված ասեմ, չակերտավոր, թե ինչպես բնութագրեմ, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք միայն մեր երկրի ներսում կարողանում են մարդիկ իրենց իշխանությունը պահելու համար ցախավելը երբ չի կոտրվում, սկսում են հատիկ առ հատիկ կոտրել, որպեսզի հասնեն պահելով իրենց իշխանությունը, իրենց աթոռը, բայց պետք չէ սիրել աթոռը, այլ պետք է սիրել Սուրբ Հողն ու հայրենիքը, ոչ թե հայրենիքի Սուրբ Հողը քիչ-քիչ նվիրելով կամ ծնկի գալով թշնամուն, այլ այնպես անել կորցրածը հետ բերել։ Ու ամենակարևորը Ռոմի Պապի Լևոն II-ի ժամանումը Թուրքիա ցույց տվեց մեկ բանի մասին, որ նա, ինչպես որ գործընկերս նշեց, չայցելելով 2022 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որը որ վերածեցին մզկիթի, Էրդողանի, այնպես սազանդարներն ու նազիր վեզիրները թրքական թուրան կառույցի ներկայացուցիչները, այնպես նա ցույց տվեց, որ այս պայդրությամբ այնպես է, նաև նոյեմբերի 30-ի այն այցելությունը, ինչպես որ Տիգրան Խզմալյանը նշեց, մեր գործընկերը, կարող եմ ասել մեկ բանի մասին, որ փաստում է դա, որ կոչ էր, որ այս իշխանությունները եկեղեցին տարանջատ պետք է լինի իշխանությունից, իշխանությունը չպետք է ներխուժի եկեղեցի եւ եկեղեցին չպետք է ներխուժի քաղաքական դաշտ, ամեն մեկը պետք է իր կառույցը շարունակի այնպես կառավարել, բայց թույլ չտալով մեկը մյուսին այնպես է ամենակարևորը այսօրվա դրությամբ նույն իշխանությունը, որը որ Նավասարդին Բենթլիով, հա, փորձում է սրբացնել չակերտավոր եւ Գարեգին բն աշկից լույսը չէ ու երբեք նրա գովքը չեմ տարել, որովհետեւ ինձ համար եղել է եւ կա կլինի Վազգեն առաջին մեծն կաթողիկոսը որպես կաթողիկոս եւ նրանից հետո ես համարում եմ, որ մենք կաթողիկոս չունենք ու ամենակարևորը չմոռանանք, որ տվյալ պարագայում ամենակարևոր փաստը 2020 թվականին մեր եկեղեցու զանգերը չհնչեցին,
2023 թվականին, երբ Արցախը էթնիկ զտման ենթարկվեց, նույն եկեղեցականները չհամախմբվեցին։ Ոչ ներկա իշխանության, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժի, կցորդ ուժ չենք մենք եւ չենք էլ կարող լինել եւ չենք էլ կարող հանդիսանալ, ու այդ ամեն ինչից ելնելով չենք կարող պաշտպանել այն անձանց, որոնք որ տվյալ պարագայում ինչ որ փորձել են ծառայել այդ ժամանակվա իշխանություններին, բայց չեն տարի առաջ պետության եւ քրիստոնյա հայ ժողովրդի շահը։ Եկեղեցին դա Աստծո տունն է, եկեղեցին դա ողջ ամբողջ քրիստոնյա աշխարհի ազգի տունն է եւ տվյալ պարագայում եկեղեցի մաքրելուց պետք է այնպեսա բոլորի օրենքի առաջ բոլորը հավասար պետք է լինեն, այլ ոչ թե ինչը որ տեղի է ունենում այս իշխանության օրոք, դա ես համարում եմ կողմնապահություն։ Շատերի մոտ նույն Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը շատ հաճախ կամ էմոցիոնալ է, կամ մոսկովյան հայացք է։ Տատանումները լավ բանի հետևանք չեն, բայց մենք պետք է խոսենք այս թեմաներից, որպեսզի հարթենք, ինչ որ ճանապարհ բացենք։ Եկեք խոսենք ԵԱՏՄ-ի մասին, որքանով է այնտեղ մասնակցությունը կարևոր Հայաստանի համար, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ըստ Սորենի պատմությունը գիտեք, այնքան ասեցինք պետք է դիվերսիֆիկացվի, իրենք ինչպես դիվերսիֆիկացնում են, միևնույնն է Ռուսաստանի վրայով են գնում գալիս, կամ ավելի վատ Ադրբեջանով, ստրատեգիական ապրանքը Ադրբեջանի տարածքով անցնելը մինչև պայմանագրի արկայությունը ինձ թվում է շատ վտանգավոր է, բայց սա իմ կարծիքն է, հետաքրքիր է դուք ինչ եք մտածում, ինչպիսի տեսլական ունի եվրոպական կուսակցությունը գործարար աշխարհի համար, ինչպես ազատվել է ԵԱՏՄ-ի արատավոր շրջանից։ Իրականում ԵԱՏՄ-ից խոսելուց միշտ պետք է հիշել, որ մենք գործ ունենք պարզապես մատնոց խաղացողների հետ, ովքեր դիմակներ կամ մատնոցով մեզ հետ խաղեր են խաղում, ինչպես երկաթուղային կայաններում առաջ կամ շուկաներում։ ԵԱՏՄ հապկ դա փաստորեն կեղծանուններն են նույն բանի։ Դա ռուսական հատուկ ծառայությունների տարբեր անվանումներն են։ Դա նույնն է ինչ ասել ԿԳԲ, ԳՌՈ, ՖՍԲ, ՆԿՎԴ եւ այլն եւ այլն։ Բազմաթիվ անուններ, բայց բնույթը նույնն է։ ԵԱՏՄ-ն դա այդ նույն կառույցի, ասենք, տնտեսական մասն է, հապկը ռազմական մասն է, բայց դա Ռուսաստանի գործիքներն են տարբեր։ Այդպես որ հնարավոր չի դուրս գալ հապկից եւ դուրս չգալ ԵԱՏՄ-ից։ Այդ պատճառով էլ հապկից էլ դուրս չեն գալի իրականում։ Եթե դուրս գային հապկից, ԵԱՏՄ-ում էլ չէին կարողանա մնալ իրականում, որովհետև ռազմաարդյունաբերությունը դա տնտեսական, հատկապես այսօրվա Ռուսաստանում, որի արդյունաբերության ահռելի արդյունքի բաժինը ռազմաարդյունաբերություն է, դա անկախտելի է փաստորեն ընդհանուր տնտեսությունից։ Բացի դա ԵԱՏՄ-ն Ռուսաստանի համար խիստ անհրաժեշտ գործիք է եւ Հայաստանը իր դերն ունի ցավոք սրտի այդտեղ։ Ռուսական մաքսանենգ առևտուրը իրականացնելու համար, կեղտոտ փողերը լվանալու, ոսկին վաճառելու Հայաստանի միջոցով 111 տոննա ոսկի էր անցել 23 թվականի վերջից մինչև 25 թվականի սկիզբ, 250-270 միլիոն դոլարի ադամանտ, այդ ամենը նույնպես միայն Հայաստանի մասով եմ ասում։ 24 թվականի ռուս-հայկական շրջանառությունը հասել էր 12.5 գրեթե 12.4 միլիարդ դոլարի, ինչը կարծեմ 5-6 անգամ ավելի, քան Սերժ Սարգսյանի օրոք։ Այսպես է Պաստորեն Փաշինյանը գնում Եվրոպա եւ խզում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ ճակերտներում։ Բացի դա ԵԱՏՄ-ն դա գաղութացման շատ հետաքրքիր գործիք է։ Բան այն է, որ անզգուշորեն տնտեսության նախարարներից մեկը Հայաստանի վերջերս մեկը, որտեղ իրենք փոխվում են, այս մեկին դեռ կարծեմ չեն ազատել աշխատանքից, իսկ նախորդին ազատազրկել են նաև Քերոպյանին։ Կարծեմ այս մեկն է խոստովանել, որ Հայաստանը 123 միլիոն դոլար ավելի շատ վճարում է ԵԱՏՄ, քան ստանում է այնտեղ, որովհետև ԵԱՏՄ-ն դա գողական ապշակ է, որտեղ բոլորը վճարում են, հետո կենտրոնը ինչ որ տոկոսներ վերադարձնում է։ Եվ Հայաստանը փաստորեն տուժում է ԵԱՏՄ մնալով։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինչ որ բոբո կամ խրտվիլակ վախենալու չէ, որովհետև կարելի է անգամ, եթե ինչ որ մեկին այդքան անհրաժեշտ է,
եթե լոլիկ վաճառելը ու գազ գնելը ուրիշ տեղ չունի, բացի Ռուսաստանից, ինչը իհարկե պես չէ, կարելի է վերջո տեսականորեն գոտը պահպանել երկկողմանի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչպես անում են Վրաստանը եւ Ադրբեջանը, որոնք ԳԱՏՄ-ի անդամ չեն։ Այդպես որ ոչ մի բացատրություն, թե ինչու մենք պետք է մնանք ԳԱՏՄ-ում, դա չի աշխատում, դա սուտ է։ Հիշեցնեմ, որ ասում են մենք Եվրամիության հետ ընդհանուր սահման չունենք։ Կներեք, իսկ ԳԱՏՄ-ի հետ մենք ընդհանուր սահման ունենք կամ ՀԱՊԿ-ի հետ։ Չունենք, որովհետև ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԳԱՏՄ-ի անդամներ չեն, հետևաբար չունենք։ Այդպես որ այս ստերը թող պատմեն շատ միամիտ կամ ոչինչ հասկանալ չուզեցող մարդկանց, դա պարզապես գաղութային գործիք է եւ Փաշինյանը չի ցանկանում փոկվել այդ շղթաներից կամ փոկել այդ շղթաները պարզ պատճառով, որովհետեւ ինչպես եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին նրա քաղաքական կնքահայրը, ինչպես եւ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը հիմա իր իշխանության աղբյուրը տեսնում է ոչ թե հայ ժողովրդի կամքի կամ արտահայտման մեջ։ Նա շատ լավ գիտի, որ 60-ից ավել բացասական վարկանիշ ունի, այսինքն 60-ից ավել տոկոս հայեր ոչ մի դեպքում չեն ընտրելու Փաշինյանին։ Եվ նա դա գիտի, որ մի քանի տարի շարունակ նրա վարկանիշը 15-ից 17% է, չի անցնում։ 15-17%-անոց վարկանիշ ունեցող մարդը ոնց կարող է ներկայացնել հայ ժողովրդին։ Նա հետևաբար իր իշխանության աղբյուրը տեսնում է ոչ թե հայ ժողովրդի կամքի մեջ, այլ Պուտինի, Էրդողանի եւ հատկապես Ալիևի հետ պայմանավորվելու մեջ։ Եվ այդ առումով ԵԱՏՄ-ն նրան դեռևս պետք է որպես Ռուսաստանի հետ պայմանավորվելու գործիք։ Դա բացատրում է եւ ՀԱՊԿ-ի սառեցումը, այսպես կոչված, եւ ԵԱՏՄ-ից դուրս չգալու պատճառները։ Ինչու նա փոխանակ Եվրամիության հետ կառուցի տնտեսական հարաբերություններ, իրավական եւ դատաիրավական բարեփոխումներ, որպեսզի մոտենա եվրոպական չափանիշներին։ Նա ձգտում է ՇՕՍ, BRICS, ԵԱՏՄ, նա գնում է Դուշանբե, նա գնում է Ալթայ, Շանհայ եւ այլ տեղեր, որովհետեւ ինչպես ավարտելով ասեմ, այսօր խոսեցինք եկեղեցու մասին, Քրիստոսի մոտ փայլուն մի արտահայտություն կա, մի քիչ երկար է, այդպես որ ես միայն վերջի տողը կասեմ, քանի որ որտեղ որ ոսկին է ձեր, այնտեղ որտեղ որ գանձն է ձեր, այնտեղ էլ սիրտն է ձեր։ Եվ մարդու սիրտը այնտեղ է, որտեղ որ նրա փողերն են։ Ինչու Փաշինյանը մնում է Ասիայում, ռուսական, ադրբեջանա-թուրքական գորշ եւ գարշահոտ գոմում եւ չի գնում Եվրոպա եւ չի գնա Եվրոպա։ Այսինքն Եվրոպամետ կուսակցությունները իշխանության գալով Եվրասիական տնտեսական միությունից դուրս կգան եւ կստեղծեն համահայկական բանկ, որպեսզի աշխարհի հայերը իրենց գանձերը պահեն Հայաստանում եւ իրենց սրտերը լինեն Հայաստանի հետ, հա։ Դու միանգամից գնացիր մի Շատ քանի տարի կարևոր առաջ, հաս տվեցիք, բայց Հայաստանի միանշանակ։ Եվրոպական կուսակցության ծրագրային մասը սկսվում է նրանից, որ մենք դուրս են գալի ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից եւ մտնում ենք Եվրամիություն եւ ՆԱՏՕ։ Իսկ եթե մենք տնտեսապես այնքան գրավիչ լինենք, որ Սփյուռքը այստեղ գերադասի իր փողերը պահի, մենք միայն երջանիկ կլինենք իհարկե։ ԵԱՏՄ-ն նույն ՀԱՊ կառույցն է, իրարից չեն տարբերվում, ու ամենակարևորը ԵԱՏՄ-ն դա տնտեսական, հա, սովետական միության են միլիցիաներ են լինում բոբո, որոնք որ իրանց լվացքի մեքենա, այսպես ասած, կեղտոտ գումարները լվացում են, այսպես ասած, պատատում են, դա այդ տնտեսական կառույցն է ԵԱՏՄ-ն, որից որ ոչ կարողացավ Սերժը դուրս գալ, երբ Ամերիկայից ժամանեց, եթե չեմ սխալվում, 2012 թվականին էր կամ 2013-ին, որ հենց այդ գիշերը լուսաբացին, այնպես է Սերժին բերեցին եւ ամեն ինչ արեցին, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ սկսի կրկին համագործակցել
ու ամենակարևորը ԵԱՏՄ-ն այսօրվա դրությամբ ամեն գնով այնպես է անում, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը չզարգանա, Հայաստանի էկոնոմիկան չզարգանա։ Այսինքն, եթե մենք գնանք ԵՄ-ի բոլոր այն ստանդարտներին համապատասխանեցնենք մեր գյուղատնտեսություն ասվածը ես նկատի ունեմ ոչ թե այն գմոք քիմիական ամեն ինչը որ հիմա կա, որը որ հազարավոր հիվանդություններ են առաջացնում, չարվորակուռուց եւ այլ բաներ, այլ եվրոպական ստանդարտներով այն բնական առողջարար ստանդարտներին համապատասխանեցնենք մեր թե գյուղմթերքը, թե մեր էկոնոմիկան ու տնտեսությունը, մենք ավելի կկարողանանք մեր տնտեսությունը զարգացնենք, տանենք դեպի եվրոպական ընտանիքին բոլոր ստանդարտներին համապատասխան ու ամենակարևորը, ինչպես որ դուք նշեցիք, բանկայինի հետ կապված մեր քաղաքական ուժը հանդես է գալի ԵՄ ստանդարտներին համապատասխան այն օրենքներով, որ Հայաստանի Հանրապետությունը սովետական միությունից մնացած 18%-ից սկսած, վերջացած 24-25%-ից ու չհաշված մինչև անգամ բոլոր ծառայությունների վճարները, վարկերն ու տուրքերը մարդիկ չեն կարողանում, երիտասարդ ընտանիքները հիպոթեքով բնակարան են ձեռք բերում եւ չեն կարողանում այդ հիպոթեքը մինչև կյանքի խորցերություն մարել։ Եվ դա ռուսական սովետական միության փտած, նեխած այն ԽՍՀՄ տարիներից մնացած բանկային սիստեմն է, որը որ ժառանգել է Հայաստանի Հանրապետությունը սովետը փլուզվելուց հետո։ Եվ այսօրվա դրությամբ ամբողջ ժողովուրդը տուժում է Հայաստանի Հանրապետության այդ բանկային համակարգից եւ մեր քաղաքական ուժը հանդես է գալիս ԵՄ ստանդարտներով եւ կան գալիք ընտրություններին դաշին կազմելով միանշանակ մենք փոխելու ենք բանկային համակարգը, որ կենտրոնական համակարգը այսօրվա դրությամբ դե յուրե պետության հսկողության ներքո է, բայց դե ֆակտո ինքը չի ենթարկվում պետությանը։ Այսինքն, եթե բանկային համակարգը ծառայի իշա ժողովրդի, իշա ազգի բարօրության, թե պետությունը կզարգանա, թե նաև ամբողջ հայ ժողովուրդը կկարողանա շունչ քաշել։ Ու այդ ամեն ինչից ելնելով ամեն ինչ անելու ենք, որպեսզի բանկային համակարգը փոխվի եւ մեր սփյուռքի ողջ ժողովուրդը եւ գործարարները գան այստեղ իրենց ներուժն ու ամեն ինչը ներդնեն իշա ազգի, իշա պետության ողնաշարը ուղղելու եւ զարգացման։ Նորից ու նորից ուզում եմ կրկնել, ԵԱՏՄ կառույցը նույն ՀԱԲ կոոպերատիվ կառույցն է, որը որ ծառայում է Ռուսաստանի Դաշնության իշխանության Պուտլերի շահերին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը մնալով թե ԵԱՏՄ-ում, թե ՀԱԲ-ում, այնպես է էլ ավելի գտնվում է այդ փտած նեխած կառույցում եւ ավելի դրանով ներքաշում է ավելի վատ տեղ է տանում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը դուրս գալով ՀԱԲ-ից կարող էր ունենալ այսօրվա դրությամբ ինչպես որ ԵՄ ընտանիքն է փորձում ստեղծել ՆԱՏՕ-ի պես կառույց, Հայաստանը կդառնար էլ ավելի հզոր հետ պատերազմյան վիճակից, որ ամենակարևորը այսօրվա դրությամբ այս իշխանությունը Արցախի հարցը բոլոր միջազգային կառույցները, թե Եվրախորհրդանի падգամավորները, թե միջազգային բոլոր հանրությունը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը ունի հստակ օրենք եւ կանոնադրության կարգ, բայց այս իշխանությունը հրաժարվում է Արցախի ինքնորոշման հարցից, այս իշխանությունը ասելով, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը ասում է, կառավարությունը ես եմ, նկատի ունեմ հենց անմիջապես Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նրա падգամավորներն ու եւ մնացած նախարարները իր այսպես ասած շարժվող անձինք են եւ շարժում են այնպես ինչպես որ ինքն է թելադրում։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեր լսարանի համար։ Հուսամ հաջորդ անգամ քննարկվող թեմաները այլ ավելի հուսադրող կլինեն։ Շնորհակալություն Մարաջան այս հերթական հնարավորությունը ընձեռնելու համար։ Շնորհակալություն Արսեն ջան եթերում միասին լինելու համար։ Լավ լինենք
թող այս շաբաթը միայն բարի լուրեր բերի։ Շնորհակալությունս եմ հայտնում ձեզ Մարատ ջան հրավերի համար։ Ցանկանում եմ միայն մեր ամբողջ քրիստոնյա աշխարհի ազգին խաղաղություն, բարօրություն ու ամենակարևորը միասնականությունը եւ ուժը կկարողանա այս իրավիճակից մեր ազգին հանել։ Շնորհակալություն եւ մինչ նոր հանդիպում։